Հոկտեմբերի 30-ին տեղի ունեցավ արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության քաղաքասարակության խմբակցության համաժողովը։ ԱՃԹՆ-ն հարթակ է, որտեղ պետության, քաղաքացիական հասարակության և հանքարդյունաբերության ներկայացուցիչները կայացնում են կոնսենսուսային որոշումներ՝ ապահովելու համար ոլորտի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը։ Հանդիպման հիմնական նպատակն էր ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ քաղաքասարակության խմբակցության կողմից վերջին 3 տարիների իրականացված աշխատանքները, քննարկել քաղաքասարակության խմբակցության անդամների ընտրության ընտրակարգում առաջարկվող փոփոխությունները և ձևավորել ընտրական հանձնաժողով, որը պատասխանատու կլինի քաղաքասարակության խմբակցության անդամների հերթական ընտրությունների կազմակերպման և իրականացման համար մինչև 2025 թվականի վերջը։ Իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանի խոսքով կարևոր է, որ ազդագիր համայնքները ներկայացնող կազմակերպությունները լինեն այս գործընթացի ակտիվ մասնակիցներ, որպեսզի պահպանվի հանրային հավասարակշռությունը և որոշումների թափանցիկությունը։ Սա վերջի տարիներին մարզային մասնակցության առումով ամենաընդլայնված էր, որովհետև ավելի քան 4-5 կազմակերպություն, որոնք ներկայացնում են մարզերը, եւ ոչ միայն մարզերը, այլ հենց օրինակ հանքարդյունաբերության ոլորտի ազդագիր համայնքներն էին ներկայացնում, իսկ ԱՃԹՆ-ն ինքը ուղղված է արդյունաբերության ոլորտի թափանցիկության, ապահովմանը, երկխոսության ձևավորմանը շահագրգիռ կողմերի միջև, ՀՀ կառավարությունը, քաղաքացիական հասարակությունը եւ հանքարդյունաբերական ընկերությունները։ ԱՃԹՆ-ի շրջանակներում ստեղծված միակ հարթակն է կարելի ասել բազմաշահառու խումբը, որտեղ 3 տարբեր կողմեր՝ քաղաքասարակություն, պետական մարմիններ եւ բիզնես նստում են մեկ սեղանի շուրջ եւ հարցեր են քննարկում։ Հարցերը բարդ են, հարցերը դժվար լուծելի են որոշ առումներով, որովհետեւ տարբեր շահեր սպասարկող խմբեր են այնտեղ լինում, բայց մենք որոշումները ընդունում ենք կոնսենսուսով։ Դա շատ կարևոր է, որ ԲՇԽ-ն կոնսենսուսով է որոշումներ ընդունում, այսինքն բոլոր կողմերի կարծիքը հաշվի առնվում։ Ապագա հասարակության խմբակցությունը, որը կձևավորվի, ինքը պետք է համարժեք մարզային ներկայացություն ունենա։ Քննարկեցինք նաև ոլորտի հարցերը, այսինքն կապված այդ ոլորտում, քննարկեցինք այն հարցերը, որոնք որ նաև քննարկելու ենք ԱՃԹՆ ԲՇԽ նիստում, որը այսօր պետք է տեղի ունենա, համաժողովում քննարկված հարցերը հիմքն են հանդիսանում, թե ինչ ուղղությամբ է նաև աշխատելու ապագա խմբակցությունը, որը կընտրվի առաջիկա 2 ամսվա ընթացքում, այսինքն որը կընտրվի 3 ամիս կաշխատի, ինչ օրակարգ է ինքը ձևավորելու, որպեսզի առաջ մղի երկխոսության արդյունքում կառավարության եւ մյուս շահագրգիռ կողմերի հետ։ ԱՃԹՆ-ի շնորհիվ Հայաստանում բացվեցին մի շարք փաստաթղթեր, հրապարակային դարձան ընդերկօգտագործման ոլորտի փաստաթղթերը, որոնք հնարավորություն են տալիս ուսումնասիրել ոլորտը, ինչ մետաղներ են արդյունահանվում եւ ինչ խտանյութ է դուրս գալիս, ուր է գնում, ինչ հարկեր են վճարել, ինչ պարտավորություններ կան, ընդերկօգտագործման պայմանագրերը, իրական շահառուները բացահայտվեցին, ինչը բարձրացրեց ոլորտի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը։ Եվ համայնքները եւս սկսեցին իրազեկվել իրենց համայնքներում գործող ընկերությունների պարտավորությունների մասին ընդերկօգտագործման պայմանագրերում նշված։ Հիմա նախատեսվում է օրենսդրական փոփոխություն, որով պետք է փոխվեն ընդերկօգտագործման պայմանագրերում սոցիալ-տնտեսական պարտավորությունները, որոնք ընկերությունները պիտի ստանձնեն, որտեղ նախորդ պայմանագրերով կային շատ անհամապատասխանություններ։ Նաև այս տարիների մեր աշխատանքի շնորհիվ ԱՃԹՆ-ի շրջանակներում նաև համայնքները սկսեցին ստանալ 2% ռոյալթի սոցիալ-տնտեսական զարգացման համար։ Օրենսդրական այլ փոփոխություններ են եղել, որով մետաղական բոլոր հանքեր շահագործող ընկերությունների վճարած բնապահպանական վճարներից համայնքները կարող են օգտվել, որպեսզի իրականացնեն բնապահպանական առողջապահական ծրագրեր։ Շատ խնդրահարույց է Հայաստանում այն, որ տեղական ինքնակառավարման մարմինները շատ մտերմիկ հարաբերություններ են ունենում հանքարդյունաբերական ընկերությունների հետ եւ տպավորություն է ստեղծվում, թե երբեմն որ տեղական ինքնակառավարման մարմինները ավելի շատ ընկերությունների շահերն են պաշտպանում կամ համայնքի բնակիչները, դա անհատական
հա, տեսակետ է իմ պահով։ Ես կարծում եմ, որ այստեղ եւս ԲՇԽ-ն անելիքներ ունի եւ պետք է սահմանվեն հստակ չափորոշիչներ, որոնք որ հնարավորինս կապահովեն չեզոքությունը տեղական իշխանությունների նման գործընթացներում, հատկապես ինչպիսի հանքարդյունաբերություններ։ Խնդիրներ նկատելը ոչ նկատել եմ, այլ իմ վրա զգացել եմ, այսինքն այդ սլաբ մեխանիզմների վրա, այսինքն իմ խոսելու համար ինձ դատի են տվել գործընկերությունը արդյունահանող եւ հիմա միացել եմ այս ԱՃՏՆ ԲՇԽ-ին նրա համար, որ ես ակնկալում եմ, որ ապագայում օրենսդրական փոփոխություններ լինեն նման այդ սլաբ գործընթացների դեմ առնելու համար։ Այսօր այս նիստի ժամանակ ես ընտրվեցի ընտրական հանձնաժողովի անդամ որպես եւ ել եմ ասում հույս ունեմ, որ ապագայում մենք կհասնենք նրան, որ օրենսդրական փոփոխություններ կլինեն արդեն եւ կառավարության կողմից մեխանիզմներ ներդրում են, որպեսզի չլռեցնեն նման դատական գործերով Քաղաքասարակությունը բազմաթիվ հարցեր ունի բարձրացնելու, սա որոշումների ընդունման մասնակցության մի ձև է քաղաքասարակության կողմից, ներկայացնում ենք, որ պարբերականությունը ապահովեն եւ ավելի հաճախ հանդիպումներ գոնե կանոնադրությամբ նախատեսված հաճախականությամբ ԲՇԽ-ի նիստեր հրավիրվեն, էթիկայի կանոնները պահպանեն հանքարդյունաբերության ոլորտում թափանցիկության, պատասխանատվության, անաչառ գործելու խնդիրներ կան եւ կարծում եմ, որ ապագա ընտրված խմբակցությունն այս հարցերն պետք է բարձրացնի։ Առնչվելով ոլորտի խնդիրների, նկատել եմ համագործակցություն հանքարդյունաբերողների եւ տեղական իշխանությունների միջև, փոխարենը հանրային շահապաշտպանելու տիմը առանց հաշվարկ ունենալու հանքարդյունաբերության օգուտ վնաս հարաբերակցության, ինչ-որ հուշագրերի, ինչ-որ ներդրումների խոստումների հիման վրա կանգնում է հանքարդյունաբերողի կողքին, ինչի ես խնդիր եմ համարում եւ անհեռատեսություն։ Քաղաքացու ձայնը մայրաքաղաք Երևանից։